Բարի երկու պարոն Կարապետյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Միասին փորձել ենք ամփոփել աշխարհում տեղի ունեցող բուռն զարգացումներն ու իրադարձությունները եւ այս համատեքստում Հայաստանի դերն ու նշանակությունը։ Տեսեք, աշխարհում կարծես լույսի արագությամբ տարատեսակ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում եւ ժամանակին, ինչպես ասում են, բոլոր ճանապարհները տանում էին Հռոմ, հիմա բոլոր ճանապարհները տանում են Պեկին։ Հռոմում էր, չէ՞, այն ժամանակ, հա, մեր պատմաբանները ավելի լավ կասեն։ Բոլոր կարևոր փաստաթղթերն էր ստորագրվում, բոլոր պետությունների Աշխարհի կենտրոնը։ Այո, կարծես դարձել է Պեկինը։ Միացյալ Նահանգների նախագահը այնտեղ էր, որից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահն էր այնտեղ։ Ինչ է կատարվում այս ամբողջը, երբ որ հա վերցնում ենք եւ լեգոն հավաքում ենք, ինչ ենք ստանում։ Դե տեսեք, ընդհանրապես Ասիա աշխարհամասում է, որովհետեւ ԱՄՆ պետքարտուղարն էլ Հնդկաստանում էր եւ շատ դեպքերում հիմա այն իրադարձությունները, որը տեղի են ունենում անգամ Մեծավոր Արևելքում, հա, եւ առհասարակ արաբական ծովացոցում, դա էլի Ասիա աշխարհամասն է, հետեւաբար աշխարհում բուռն զարգացումները լինի դրական թե բացասական եւ հարցերի լուծման այսպես տեղը, որ հարթակը տրամադրում, կարծես այո ճիշտ եք նշում, շատ կարեւոր հանդիպումներ են տեղի ունեցել երկու հեգեմոն գերտերություններ, որոնք որ տնտեսապես իրար հանդեպ միշտ կամ դեմպինգ են անում կամ փորձում են նվաճել նոր շուկաներ, փորձում են որոշակի համաձայնություններ գալ, ինչ որտեղ դա նաև աշխարհակարգի բաժանում է, յուրովի բաժանում է տեղի ունենում եւ այստեղ հասկանալի է, որ հյուրի կարգավիճակով, երբ որ Թրամփը ժամանել է Պեկին, այնտեղ քննարկվում է այն հարցերը, որոնք որ նաև բավականին ուրեմն խրթին հարցեր են կապված Թայվանի հետ, կապված իրանական նավթի հետ, Պարսից ծոցի ավազանի հետ, հատկապես Հորմուզի հետ, տնտեսություն եւ այլն։ Եվ այս մասով կամ որոշակի պայմանավորվածություններ, ընդ որում ասեմ, եզակի դեպքն է, որ աշխարհի ուշադրության եւ ԶԼՄ-ների ուշադրության աղբյուրում ու կիզակետում, բայց շատ բաներ չեն ճակերտներ բացում։ Տպավորություն է, որ հետկուլիսային որոշակի պայմանավորվածություններ կան, որոնց մասին ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի պայմանավորվածություններ ձեռք են։ Գլոբալ այո, դա ինչ որտեղ աշխարհի վերաբաժանման, իրենց մասով, իրենց հայեցակարգերի, այսպես սիմետրիկության կամ զուգորդման, այսպես հարթակ էր որպես այդպիսին, Ռուսաստանի մասնակցությունը որպես այդպիսին կարելի էր դիտարկել այդ համատեքստում, բայց քանի որ չինա-ռուսական հարաբերությունները բավականին բարեկամական են եւ ռազմավարական կարեւորություն է տրված դրանց, ես ավելի քան վստահ եմ, որ Ռուսաստանի հետ իրենք հստակ արդեն ունեն իրենց պայմանավորվածություններ եւ այստեղ արդեն ամերիկյան դիրքորոշում, ամերիկյան մոտեցումներ եւ այդ համատեքստում ինչ որ կոնսենսուսի գալու խնդիր կար, որը որ արվել է արդեն։ Ես մի փոքր մեջբերում եմ ուզում անել Պուտին Սին Ցինփին հանդիպումից, այսպեսի մի հայտարարություն ունեցեց Չինաստանը եւ Ռուսաստանը կկատարելագործեն գործակցության մեխանիզմներ եւ կամրապնդեն երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցությունը։ Սա բավականին լուրջ մեսիջ է, ինչ է իր մեջ։ Այսինքն իր մեջ պարունակում է ռազմավարական համագործակցության համատեքստում ռազմական համագործակցություն, այսինքն այն կոմպոնենտը, որը գնում է համատեղ անգամ զորավարժություններ, սպառազինություն, այսինքն իրանք իրար մեջ ոչ թե սպառազինության մրցավազք են դնում հիմնավոր, այլ իրենք իրենց մեջ դնում են զրո խնդիր իրար հետ, որպես հարևաններ, ցամաքային կապ ունեցող հարևաններ, արտաքին թշնամու տեղ համատեղ գործելու հնարավորություն, ընդ որում այդ մասը ամենակարևորն է, որովհետև այս մասով նրանք իրոք դաշնակիցներ են, որովհետև Ռուսաստանի եւ Չինաստանի միջև չկա երրորդ մեկ այլ պետությունը, որը որ խոչընդոտի խանգարի այս համատեքստում համագործակցությանը մեկ եւ երկրորդը իրենք իրենց արտաքին թշնամիներին ու թշնամիները մի քիչ ճակերտավոր մասում տեսնում են մեկ հարթության մեջ, այսինքն այս մասով կա բացարձակ կոնսենսուս, որ իրենք կարող են համատեղ համագոյակցել ռազմական ոլորտում, ընդ որում եթե անգամ սպառնալիքներ լինի, օրինակ Ճապոնիայից, Միացյալ Նահանգներից, մեկ այլ երկրից, հա, ցանկացած երկրից։ Այս պարագայում նրանք կառուցում են համատեղ ռազմական համագործակցության մի վահան, որը որ ցանկացած պարագայում, ինչպես մենք ունենք իհարկե որոշ դեպքերում դա չի գործում, 97 թվականի պայմանագրի մասին խոսքը երկկողմ հարաբերություն։ Այս պարագայում ավելի քան վստահ եմ, որ եթե նման ինցիդենտներ տեղի ունենան, ավելի քան վստահ եմ, որ դրանք կյանքի կկոչվեն։ Հիմա իրենց մոտ այդ մոդելը ստացվել է, կմախքը ստացվել է, պայմանավորվածություններ կան։ Եթե տեսնենք այն հանգամանքը, որ արդյոք իրենք պայմանագրաունակ են այդ ամեն ինչ այդ նաև կյանքի կոչելու, եթե որևիցե մի երկրի հանդեպ լինի արտաքին վտանգ, ապա ուրեմն կարելի ասել, որ այդ մոդելը կաշխատի։
Տեսեք, պարոն Կարապետյան, Պեկինյան հանդիպումից հետո կարծես շատ բան փոխվեց։ Հա, Տրամպի խոսույթը փոխվեց, Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների մեջ կարծես ինչ որ մի հատ հաշտեցման թել է երևում, եզր է երևում, թեպետ Միացյալ Նահանգները իր մասով է ասում, ես եմ լավ տղա, Իրանն ասում է իր մասով։ Եվ նաև այստեղ Ռուսաստանի Դաշնությունը ավելի սկսեց կտրուկ գործողություններ անել եւ Ուկրաինայի մասով եւ մյուսների մասով, այսպես ասած։ Հիմա մենք տեսնում ենք, որ նույն Սին Ցինփին փորձում է երկու կողմերի հետ բալանսավորված քաղաքականություն վարել, բայց արդյունքում որևէ բան սայլը տեղից չի շարժվում, հա, Կարապի խեցգետնի այդ բանն է։ Ինչն է խնդիրը։ Նախ շատ ճիշտ եւ տեղին բառ օգտագործեցիք, Սի Ցինփինը այս պահին բալանսավորված քաղաքականությունն է վարում եւ կարծես այսպես օղակ է, որը որ փորձում է զսպել ուժերը, այս մրցակցություն եւ ուժեր, երկու գերտերություն եւ ոչ միայն երկու, առհասարակ ասեմ ավելին, միջինասիական երկրների մասով լինի, արաբական երկրների մասով լինի, անգամ տեսեք, այ ասում եք Թրամփի խոսույթը փոխվել է, անգամ տեսեք պաշտոնապես հայտարարություն հնչեց, որ 300 միլիարդ դոլար պատրաստակամություն կա տրամադրելու իրանական կողմին, համատեղ համագործակցելու, այսինքն պատերազմի ամբողջ բովանդակությունն ու բնույթը փոխվում է, այսինքն ինչ որտեղ նաև կարող ենք ընդունել, որ Միացյալ Նահանգները ընդգրկում է, այսինքն ռազմականից վերածվում է արդեն հետա վերադառնում բանակցային փուլ, եւ դա խոսում է այն մասին, որ այո, արտաքին ուրեմն այլ ուժերը, տվյալ դեպքում աշխարհաքաղաքական լուրջ կենտրոնները, ինչպես Պեկինը, ազդում է այդ որոշումների վրա։ Եթե անգամ չի ազդում, ապա ասենք անունը տնենք սթափություն, անունը տնենք խոհեմության հարտակ է բերում եւ հասկանալի է, չէ, որ Միացյալ Նահանգներն էլ է գիտակցում, որ խնդիրներ են ստեղծում իր իսկ պետության եւ ժողովրդի համար, որի առաջ վաղը միսօր պատասխանատվություն է կրում այս մասով։ Եվ այս մասով հասկանալի է, որ այս պատերազմը իրենց համար օգուտ չի բերում։ Հետևաբար տնտեսական կոլապսն էլ իր հերթին, ճգնաժամը իր հերթին բերում է նրան, որ գալու էր մի օրը, որ այ մենք լսելու ենք այս խոսույթը, որ այո, իրենք համաձայնության են գալու, ընդհուպ մինչև 300 միլիարդ դոլար ներդրման անվան տակ Իրանի հետ գալ որոշակի համաձայնության։ Ընդ որում հենց հաջորդ օրը Իսրայելը փոխում է իր հայեցակարգը համատեղ ուրեմն սպառազինության որոշակի արտադրությունների մասով։ Հետևաբար սա խոսում է, որ ոչ թե սեպ է խրվել Իսրայելը իր ամերիկյան հարաբերություններում, այլ դիվանագիտությունը հաղթում է բանականությունը եւ դիվանագիտությունը հաղթում է ուժին սպառնալիքին արտաքին միջամտության։ Այո, որը որ պետք էր եւ ստացվեց։ Շատ լավ, անդրադառնանք մեր տարածաշրջանին, մասնավորաբար Հայաստանին։ Տեսնում ենք Ռուսաստանի Դաշնությունից հնչող հայտարարություններ, կոշտ հայտարարություններ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից երեկ էլ Աստանայում, հա, Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ մնալ չմնալու հետ կապված բազմաթիվ խնդիրներ են լինելու։ Ինչ ռիսկեր կա մնալ չմնալու մասով։ Խնդրեմ ձեզ։ Տեսեք, ես բավականին բովանդակալից հարցազրույց եմ տվել այդ մասով, առհասարակ ԵԱՏՄ-ից դուրս գալը ինչ է բերում օգուտներ եւ վնասներ, բոլոր ընդ որում անաչառ անկողմնակալության սկզբունքից, բայց որբիսի փորձեմ մաքսիմալ հագեցնել ձեր հարցին պատասխանել, հետեւյալ պատկեր ունենք։ Նախ այո, հնչում են եւ չափավոր շանտաժի եւ ինչ որտեղ նաեւ ուլտիմատումի լեզվապաշարով, հա, բայց փաստացի հանուն արտարության, եթե խոսում ենք, ինչ այսպես հավանական ռասկլադ կա, տեսեք, հայտնի 12 րոպեանոց Պուտինյան ուրեմն մեկնաբանությունը ռուս լրագրողին, երբ որ հատ առ հատ, կետ առ կետ նշեց ինչ է տուժում Հայաստանը, ինչ է շահում, եթե շահում է որպես այդպեսին, ընդ որում այսպես խաղաղագնդակը թողեց Հայաստանի դաշտում, ասաց, որ դուք եք որոշում, հայ ժողովուրդն է որոշում լավագույն տարբերակով չմիջամտելով ձեր ներքին գործերին, դուք որոշեք հնդրակվեով եւ այլն։ Հաստատի տեսեք, այսպեսի մի պատկեր ունենք։ Երկար տարիներ լինելով ԵԱՏՄ անդամ երկիր եւ հիմնադիր երկիր նաեւ հասկանում ենք, չէ, որ մեր ամբողջ տնտեսական կապանքները, կապերը, ինչպես ուզում եք այդ բառը օգտագործենք, հա, տնտեսական կապեր, լավ էսպես ասեմ, փոխկապակցված է մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ։ Հետևաբար մեր առաջի շուկան այնտեղ է։ Մենք հիշում ենք, որ ինչպիսի բավականին գրավիչ միլիոնավոր դոլարների գրավիչ թվերի մասին են խոսում, երբ որ ապրանքաշրջանառության մասին են խոսում, որպես սպառող շուկա, որպես ձեռքբերող շուկա։ Ինչ խոսք շատ բարդ վիճակ է, որովհետև ստացվում է, որ երկընտրանքի առաջ են կանգնեցրել ինքներս մեզ, Եվրոմիություն թե ԵԱՏՄ, եւ այստեղ հասկանալի է, որ որքան էլ այդ շանտաժ ուլտիմատում որոշակի կա այդ իրենց խոստում, բայց հանուն արտարության կա նաեւ հստակություն, մարդիկ ասում են եղբայր, կողմնորոշվեք,
Այն երկու նստարանների նստելու քաղաքականությունը այս պարագայում չի ասում, դրանք տնտեսական միավորներ են, պետք է հստակեցում, անգամ հիմնավորում է, հա, այդ բոլոր հնարավոր տարբերակներով, թե ինչի չի կարող համատեղություն լինել, որովհետև դրանք առանձին կառույցներ են, որոնք տնտեսական ֆորմատը լրիվ այլ է ու չի համընկնում իրար հետ։ Այսինքն դու չես կարող անունը դնել, որ ես ինքնիշխան ինքնուրույն պետություն եմ, բայց լինել երկու առանձին տնտեսական միավորումների մեջ, այդ մեկ։ Երկրորդ հանգամանքը, այստեղ կա հետևյալ խոսույթը, տեսեք, հիշում եք, հայտնի խոսույթի մեջ պատտվում էր, ասում էր, մենք սառեցնում ենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, հիշում եք։ Այո։ Մենք էլ ենք միասին արձանագրել, որ քաղաքական նման կատեգորիա հասկացություն չկա սառեցնել, կամ դուրս ես գալիս կամ մնում ես։ Հիմա եթե մենք այդպիսի կամք չունեցանք, որ որոշում կայացնենք ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ մնում ենք ՀԱՊԿ-ում, անկախ նրանից, որ մենք դժգոհ ենք այդ կառույցի աշխատանքներից, կանոններին պիտի ենթարկվենք։ ապրեք, ստացվում է Հայաստանը ինչքան էլ խոսում է Եվրոմիություն գնալու եւ այլն, բայց այսօր մենք մաքսային միության անդամ ենք, ՀԱՊԿ-ի անդամ ենք, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ամեն ինչը շրջանակներում ու պահպանվում է ու գոհ են, երկուստեք գոհ են այդ ցուցանիշներից։ Բայց այստեղ ուրիշ խնդիր է առաջ գալիս։ Իրենք ասում են, դե եթե դուք նման պատասխան եք, այսպես դիվանագիտական հնարքներով պատասխան եք մեզ տալիս, մենք էլ համարժեք պատասխանը տալիս ենք ձեզ նաև։ Լավ, մենք մեր կանոնադրությամբ ԵԱՏՄ-ի իրավունք չունենք, նման վերապահում չկա, անգամ կոնսենսուսի արդյունքում Հայաստանը որպես երկիր դուրս թողնել այդ կառույցից։ Այսինքն, որպես այդպիսին, անդամակցությունը բացառապես մեր մենաշնորհն է որոշելու մնում ենք, թե դուրս գալ։ Սովորաբար այսպիսի ուլտիմատումների արդյունքում է, որ երկիրը ինքնակամ որոշում է դուրս է գալիս, թե ոչ, որտեղ ուրիշ լծակ, ուրիշ մեխանիզմ գործիքակազմ չկա երկիրը դուրս հանելու, այդ ֆիքսենք։ Բայց այստեղ իրենք ուրիշ բան են ասում։ Իրենք ասում են, մենք չունենք այդ հնարավորությունը, բայց մենք էլ մեր հերթին ենք սառեցնում մեր հարաբերությունները Հայաստանի հետ։ Այսինքն պատկերացնում եք, չէ՞, մի իրավիճակ, այնպես ինչպես բումերանգայինով մենք ենք ասում ՀԱՊԿ-ի մասով։ Այսինքն եթե չենք կարող հանել, ձեզ սառեցնում ենք հարաբերությունը։ Այդ սառեցումը ես ձեզ վստահեցնում եմ, այդ տեսնում ենք, չէ՞, ծաղիկների պահը, լարսի բանջարեղենի, մրգի բանջարեղենի, կոնյակի, ջերմուկի, այդ ամեն ինչը հասկանում եք, չէ՞, միլիարդավոր դոլարների վնասը տեղի ունենում հատկապես մեր տնտեսվարողի համար։ Նույնիսկ ասեցին գազի գնի մասին, գազի գինը, մարդիկ ուղիղ ասում են գազի գինը, ընդ որում հեղուկ գազը եւ բնական գազի մասով ասեցին։ Խնդիր է առաջանում, եղբայր դու ստանում ես 170 քանի դոլարով, հիմա մենք եվրոպական ինքնարժեքով կհաշվենք 500-ից 600 դոլար։ Հետևաբար ով է տուժում, հայ ժողովուրդն է տուժում։ Այստեղ ասում են մենք ունենք երկրորդ ալտերնատիվ, մենք կգտնենք տարբերակ, այդ գազի հույսին չենք մնացի։ Ես էլ ասում եմ եղբայր, ցույց տվեք երկրորդ ալտերնատիվ տարբերակը, եթե դուք պետք է Իրանը նշեք, ցավոք դա քաղաքական ոտաբոբիկություն է, այսօր չեն կարող մենք այդ ծավալների ու ընդհանրապես խողովակաշարերը խնդիր կա եւ այլն։ Եթե դուք ի նկատի ունեք Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակներում համատեղ էներգոռեսուրսների, էլի հիմա հասկանալ է, չէ՞, որ երբ որ դու քո պետությանը տանում ես այդ հստակ կողմնորոշման անկյունագծին, դու պետք է ունենաս քո, այսպես ժողովուրդը կասի, զապաս տարբերակները։ Հիմա դու ինչ ունես դրան փոխարինով, որովհետեւ դու թույլ տաս, այդպես ասած, լեզուդ երկարացնես կամ չընկրկես կամ անունը դնենք այսպիսի խոսույթին հագախոսույթով հանդես գաս։ Հիմա հասկանում ենք, որ այստեղ շատ լուրջ խնդիր է դրված եւ Ղազախստանում տեղի ունեցած երեկվա ուրեմն կակատնաժողովը եւ համատեղ որոշումը հստակ էր, այնտեղ այս մինչեւ դեկտեմբեր ժամանակ տրվեց։ Ասում է soft power-ի կիրառում էր, փափուկ լեզվով մեզ ասում էին, որ հարգելի հայ ժողովուրդ, ընդ որում դա ավելի շատ կոչեր հայ ժողովրդին, կողմնորոշվեք, դուք ունեք ժամանակ լավագույնը մինչև դեկտեմբեր, որովհետև հաջորդ գագաթնաժողովին նշվեց, որ իրենք վերադառնալու են ու հստակեցվելու է։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։